Ողջույն բարեկամներ, այսօր արդեն ապրիլի 23-ն է և ես ուզում ձեզ տեղեկացնել, որ այն բանավեճը, որ ես խոստացել էի DMM-ի և Արտակ Սարգսյանի միջև, որ պետք է լիներ ամսի 23-ին, քանի որ այդ օրը վերջին օրն է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում փաստաթղթերը, կողմերը տեղափոխեցին ուրբաթ օրը, այսինքն 24-ին։ Նույն հանդիպումը ուղիղ եթերում բանավեճ կլինի ուրբաթ օր ամսի 24-ին Երևանի ժամանակով ժամը 18:00-ին։ Եվ հիմա ես նաև ուզում եմ հիշեցնել, որ մայիսի 3-ին մենք կարող ենք հանդիպել Կանադայում, Մոնրեալում, ցերեկը ժամը 2-ին, Մանի Մանուկյան սրահում, այնպես որ համեցեք, մուտքն ազատ է։ Եվ այսպես մենք աշխատում ենք, ինչպես խոստացել էինք, կայքի վրա, որտեղ բոլոր ցանկացողներն, ովքեր ուզում են տեղականալ Նիկոլ Փաշինյանի կատարած հանցանքների մասին, իրավաբանորեն ոչ թե ճաշակի ոլորտում, ոչ թե քաղաքական դրդապատճառներով կամ քաղաքական նախընտրությունների տարածքում նա մեղավոր ճանաչելու, այլ լրիվ իրավական, նրանք կարող են գտնել այդ ամեն ինչը նորաստեղծ armjustice.com կայքում, մենք օրական աշխատում ենք կայքի վրա ավելի լավացնելու, մենք արդեն լավացնելու համար, մենք ունենք արդեն նոր ինտերֆեյս, որտեղ բացելուց միանգամից կարող եք գտնել են արդեն դիմումները, բողոքները, դատախազություն եւ այլ կազմակերպություններ, մասամբ արդեն թարգմանված, մնացածը process-ի մեջ է, մենք թարգմանում ենք, այնպես որ ինչպես խոստացել էինք, ինչպես ես երազում եմ փաստաբանների խումբը աշխատում է, թարգմանիչներն աշխատում են, մենք միևնույն է անգլերենի իմացողների կարիք ունենք, որովհետև փաստաթղթերը շատ են, ծավալուն է, բարդ աշխատանքը, այնպես որ եթե իրավաբաններ կան անգլերենի լավ իմացությամբ եւ պատրաստ են մեզ այս գործում օգտակար լինել, շատ շնորհակալ կլինեինք իրանց, որովհետև հսկայածավալ աշխատանքը, սա իրոք ես նույնիսկ չի պատկերացնում այդ մասշտաբները, երբ որ երազում ես այս բանի մասին, բայց գիտեք, ցանկացած մեծ աշխատանք հենց մեծ ներդրումներ եւ մեծ ջանքեր էլ պահանջում է, որ հեշտ լիներ, աղուց եղած կլիներ։ Եվ ուզում հիշեցնեմ, եթե մարդ կա ուզում է process-ին օգտակար լինի եւ ալիքի աշխատանքին օգտակար լինի, խնդրում եմ չմոռանալ սեղմել լայքի կոճակը, տարածել, բաժանորդագրվել, եթե բաժանորդագրված չեք եւ փոխանցումներ կատարել ձեր նվիրատվությունները, տակը լինքերը կա։ Հիմա անցնենք շատ կարևոր մի խնդրի։ Հարություն Բաղդասարյանը մեզ տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին կառավարությունը միջոցառումների փաթեթ է մշակում, 17-ին հայտնի դարձել դա, որով նախատեսում է ամբողջությամբ չեղարկել Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված հանրային միջոցառումների կազմակերպումը, որոնք ավարտաբար անցկացվել են ապրիլի 24-ին։ Ստամբուլում Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների միջև հանդիպումից հետո տեղեկատվություն տարածվեց պատմամշակութային ոլորտում առաջիկա բարեփոխումների մասին։ 27 թվականից նախատեսում է չեղարկել բոլոր հանրային ակցիաները, այդ թվում Երևանում ավանդաբար անցկացվող բազմահազարանոց երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նույն հուշահամալիրը ըստ աղբյուրների ենթարկվելու է լայնածավալ վերակառուցման։ Հայոց Ցեղասպանության գործող թանգարանը նախատեսում է վերակազմավորել Հայաստանի պատմության թանգարանի, ինչը իշխանությունների պատկերացմամբ պետք է փոխի պատմական նարատիվի ընկալման ուղղությունը։ Եվ կարող եմ յուրացնել ցեղասպանության, բայց արդեն պատմության թանգարան եւ պարզվի, որ մեր ցեղասպանության համար մեղավոր են եղել ինքներս մենք։ Եվ ասեմ ավելին, կազմակերպել ենք ինքներս մենք։ Մարդկա, որ կասկածում է Նիկոլ Փաշինյանի ֆանտազիաների եւ հեռու գնացող ծրագրերի վրա, եթե նա մնա հանկարծ իշխանության։ Այս քայլերին զուգահեռ նախատեսում են նաև կադրային փոփոխություններ, դեռևս այս տարվա սկզբին վարչապետ Փաշինյանն ազատել Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենին։ Ներքին փոփոխություններից բացի Երևանը ըստ տեղեկությունների մտադիր է հրաժարվել նաև Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղված երկարամյա դիվանագիտական գծից։ Մեր պաշտոնական դիրքորոշումը կայանում է նույնիսկ, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ
չի մտնում, հայտարարել է Փաշինյանը։ Դրա մասին հայտարարել էր նաև Օմեգա գործակալ Արաբատ Միրզոյանը։ Հանեն ռադիոյի տրված հարցազրույցում մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներ այդ ընթացքում ասել։ Վարչապետը բազմիցս անդրադարձել է նաև այս թեմային Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումների համատեքստում։ Բավական է մեր ժողովրդին ցեղասպանությունների մասին տեղեկություններով սնել։ Բա, բավական է։ Մոռացեք։ Փաշինյան Նիկոլը մոռացել է մի բան, որ միջազգային իրավունքը, մարդու իրավունքները, ապրելու իրավունքը, ցեղասպանության կանխարգելումը, ցեղասպանությունը որպես հանցագործություն դիտարկումը Փաշինյան Նիկոլի ճաշակից եւ կառավարության ծրագրից դուրս հանգամանքներ են եւ դա իր կեղտոտ ձեռքերով ինքը չի կարող որոշել դա իրավունք ունի գոյություն ունենալ թե ոչ։ Այս ամեն ինչը նաեւ թարգմանաբար տեքստում է կա նաև ցեղասպանությունը սվազքը պետք է դադարեցվել, նշել է Փաշինյանը, հա, բոլորի մեղադրում են ցեղասպանության մեջ, բոլորին։ Բարեփոխումներ են վերաբերվել նաև կրթական համակարգին, Փաշինյանը հանձնարարել է կառավարության միջև ամառվա վերջ ներկայացնել պատմության դպրոցական դասագրքերի վերանայում, այո, պետք չէ այդ ամենով ծանրաբեռնել երիտասարդների միտքը, պետք չի։ Խորովածի փառատոն, գինու փառատոն, պառնոգրաֆիա, ուրացում, մի խոսքով։ Սա է Փաշինյան Նիկոլի պատկերացումը երիտասարդների ուղեղի պարունակությունը լցնելու բովանդակության առումով։ Կառավարության գնահատմամբ այս քայլերը կարող են նպաստել Թուրքիայի հետ նպաստել կարգավորմանը։ Սա արվում է, որ նպաստի իրենց կարգավորմանը։ Պաշտոնական հակարան բազմիցս հայտարարել է, որ հայ ցեղասպանության թեման երկու հարևան երկրների երկխոսության վերականգնման գործընթացի հիմնական խոչընդոտներից է։ Իրանք էլ բավարարում են, ասում են, «Էս սենց լավ է, կարող է մի քիչ սենց կռանամ, հələ ուշադիր եղի»։ Իսկ սենց այս կառավարության գործելավոճը ուրիշ ձև չես կարող բացատրել։ Բոլոր հնարավոր դիրքերով փորձում են բավարարել թշնամուն։ Բարի իմաստով։ Այս ամեն ինչը գնում է դատախազություն իհարկե Արություն Բաղդասարյանի կողմից։ Թարգմանաբար դուք կարող եք, ես սա կտեղադրեմ այսօր այս նույն կարգում, ով ուզում է կարող է վերցնի մեդիաներն են, կուսակցություններն են, սփյուռքի կազմակերպություններն են, սրանք աշխատանք է, որ կատարվում է լրիվ ուրիշ հարթության վրա։ Այստեղ այդ փաստաթղթի մեջ մեկնաբանությունները չկան շուտ, զուտ փաստեր են։ Ցանկացած սփյուռքի, արտասահմանյան, մարդու իրավունքների, Հայաստանով հետաքրքրվող, Հայաստանի դարդուցավով ապրող կազմակերպության համար այս կայքը գտածո է։ Իսկ մեր գործը հենց սա իրավական մակարդակի վրա ներկայացնելը, ոչ իստանք ինչ այն այս ներկայացնում Փաշինյան Նիկոլը։ Թե մենք հետո սա ոնց արդեն իրավաբանների ձևակերպումներից հետո մենք սա ոնց կօգտագործենք արդեն, սա մեր շնորհքն է։ Ես չեմ կարող իրավաբաններից պահանջել, իրենք նաև դիվանագիտական ասպարեզում հանդիպումներ կազմակերպեն, ներկայացնեն, տալեն։ Մաքսիմում որ մենք կարող ենք անել, էսի կազմակերպել, ներկայացնել, այո, գտնել նաև հասցնել էլեկտրոնային ուղարկել, բայց այդքանը։ Մնացած լոբինգը, այս ամեն ինչ ավելի բարձր մակարդակներում ներկայացնել, խոսալ, ցույց տալ, բացատրել, սա արդեն անհատական սփյուռքի կազմակերպությունների, քաղաքական կազմակերպությունների, եկեղեցու նաև, ինչու՞ չէ, կուսակցությունների Հայաստանում գործող, սա եւ արտասահմանում գործող հայկական կուսակցությունների գործն է արդեն։ Հարգելիներս, մենք ապահովում ենք ձեզ նյութերով, ապահովում ենք դաշտ, որ դուք մաքսիմալ ուժեղ լինեք ձեր հիմնավորումների մեջ։ Ով է Փաշինյան։ Հիմա գնանք առաջ։ Ստամբուլում արգելել են 24-ի հետ կապված միջոցառումները։ Այո։ Ստամբուլը
ժխտում է փաստը եւ նույնիսկ արգելել է ցանկացած տեսակի միջոցառում այդ առումով։ Վստահ եղեք, սա լինելու է նաեւ Հայաստանում։ Փաշինյան Նիկոլի վերարտադրման պարագայում ինքն արդեն այսօր ասում է, չէ, մոռացեք Արցախի ցեղասպանության մասին, էթնիկ զտումների մասին։ Ինքն ասում է, չէ, այս ցեղասպանության մասին էլ ասում է, գիտեք, հերիք է խոսանք, բոլորս իրար մեղադրենք ցեղասպանության մեջ։ Այսինքն մեզ նույնականացնում է Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ Նույն դաշտի վրա ասում, հերիք, մենք իրար փոխադարձ մեղադրենք, բոլորս մեղավոր ենք։ Մինչդեռ Ադրբեջանը պնդում է, որ մենք ենք մեղավոր ցեղասպանության մեջ, նաև ադրբեջանցիներն ենք ցեղասպանել։ Մեղադրում է եւ շարունակում է իր ավերիչ գործողությունները։ Արդեն քանի օր պայթեցված է եկեղեցին եւ ոչ մի ձայն։ Արցախում 2 եկեղեցի է ավիրած եւ ոչ մի ձայն ներապետական իշխանություններից, ներածինների իշխանություններից ոչ մի ձայն։ Այսօր արդեն 23-ն է եւ ջահերով ավանդական երթի օրն է։ Ես երբևէ միջև 15 թվականը, միջև Ամերիկանի Միացյալ Նահանգներ տեղափոխվելը, առանձնապես նշանակություն չեմ տվել այս ջահերով երթին, որովհետև դե ինչ մի հերոսություն է, որ ջահերով երթ անելը։ Ցեղասպանությունը ոչ մեկ չէր ուրանում, հակառակ 15 թվականից սրբադասվեցին բոլոր նահատակները, չէ, մենք հիշում ենք։ Եվ մտածում էի դրա երիտասարդական ինչ որ միջոցառում է թող անեն։ Իսկ այսօր շատ եմ կարևորում։ Շատ։ Այս երթը պետք է հիստերիայի մեջ գցի ոչ միայն տեղական թուրքերին կամ հակառակը, ոչ միայն դրսի երկկողմանի թուրքերին, Ադրբեջան, Թուրքիա, նաև տեղական թուրքերին պետք է գցի սա հիստերիայի մեջ։ Այո։ Եվ ավելի մեծ պետք է լինի ամսի 24-ին։ Եվ ես ուզում եմ նայեմ այն լակոտ լուկուտի աշկերի մեջ, որ 25-ին կգնա Փաշինյան Նիկոլի հետ պարելու։ Ուզում եմ տեսնեմ այն մարդու աչքերը, ով հարազատի թաղումի հաջորդ օրը պատրաստ է իր սպանողի հետ քեֆ անել, տրճիկ տա։ Այո, ես ուզում եմ տեսնեմ այդ մարդկանց։ Ես դրա համար հանգիստ առանց վարանելու դրանց կոչեցի լակոտ լուկուտ։ Այսինքն մարդ ոչ անցյալ ունի, ոչ հարգանք ունի, ոչ հաշիվա տալի իր արարածին, գյադա։ Ինչպես Փաշինյան Նիկոլը իր ամբողջ այդ ոհմակով։ Հələ մեղմ եմ ասում, իրենց կարելի է ուրիշ բաներ էլ ասել։ Բայց հասկանում եզրափակ եմ։ Եվ այսպես սիրելի երիտասարդներ, հայրենակիցներ, ջահերով երթը սպասում է ձեզ։ 24-ը պետք է լինի աննախադեպ քանակության մասնակցությամբ եւ բովանդակությամբ եւ բոյկոտել, խայտարականել բոլոր նրանց, ովքեր հաջորդ օրը այս դիտավորյալ կգնան ցեղասպանություններն ուրախացողների տրճիկ տալու։ Որոնց համար մեկը, որոնց իրանց հոր, բարեկամների, մոր, գերեզմանների վրա պատրաստ են նույն ձևի տրճիկ տալ։ Սա նույնն է, ոչ մի տարբերություն չկա։ Լսենք Միքայել Մարգարյանին։ Բարի երեկո ժողովուրդ ջան, բարի լույս նրանք, ովքեր առավոտյան կնայեն։ Տեղեկացնեմ, որ այսօր պահանջում էինք ազգային ժողովից մեծ դահլիճ տրամադրել հանրային լսումներ կազմակերպելու համար։ Հիշեցնեմ, որ մենք այս պահին պահանջում ենք 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի հրապարակումը։ Եվ այս լսումների մենք հրավիրել էինք մեծ քանակի մարդիկ, ովքեր գիտեն ինչ է կատարվել պատերազմի ժամանակ, պատերազմից առաջ, պատերազմից հետո, գիտեն ինչ է կատարվում հիմա եւ բազում հարցեր ունեն այդ նույն թեմայի շուրջ։ Ուստի 140-ից ավել, իսկ իրականում 190 հոգանոց ցուցակ ունենք այս պահին եւ ցանկանում էինք ազգային ժողովում բարձրացնել այս գերագույն կարևոր հարցը։ Սակայն ազգային ժողովը մեզ մերժեց եւ այսօրվա պահանջի ակցիան նույնպես չտվեց արդյունքներ։ Ուստի որոշում է կայացնել լսումները լինելու են վաղը ապրիլի 23-ին Բաղրամյան պողոտա
ազգային ժողովի դիմաց։ Բոլորիդ հրավիրում եմ այդ հանրային վայրը, որ մենք քննարկենք այս կարևոր հարցը։ Հրավիրում ենք բոլորին, ոչ միայն այն ցուցակի մարդկանց, ներողություն եմ խնդրում ցուցակի մարդկանցից, որ չի ստացվում դահլիճը եւ դուք ազատ եք վաղը չգալ հանրային լսումները փողոցում կայացնելու համար, բայց այնուամենայնիվ հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են այս հարցի շուրջ զրուցել։ Լինելու են ելույթներ, խոսելու ենք եւ շարունակելու ենք մեր պահանջը։ Շնորհակալություն, բոլորիդ բարի գիշեր, վաղը 12-ին ազգային ժողովի դիմաց Բաղրամյան փողոցում։ Շնորհակալություն։ Եվ այսպես դե ինչպես կարող են թույլ տալ լսումներ այն կառավարությունը, որ ինքնակոծկի ինքնաթաքցնում 44 օրյա պատերազմի ռազմական հանցագործությունների փաստերը։ Տեսել եք կառավարություն, որ սեփական ռազմական հանցագործությունների փաստերը թաքցնի։ Սա Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է։ Եվ բոլոր նրանք, ովքեր ընտրում են Նիկոլ Փաշինյան, ընտրում են կառավարության, որը թաքցնում է իր սեփական ռազմական հանցագործությունները։ Սա ճաշակի ոլորտից հայտարարություն չի։ Սա իրականությունն է։ Սրանք թաքցնում են այդ ռազմական հանցագործությունները։ Իրանց ընտրությունները, իրանց ընտրողները ինչ են, եթե ոչ այդ ամեն ինչը թաքցնողները նույնպես, եւ ոչ միայն։ Եվ քանի որ չեն տալի նույնիսկ դալիճ այդ ամեն ինչի համար, որ ծնողները գան ինչ-որ մի բան լսեն, կազմակերպիչները որոշեցին այդ ամեն ինչը անել դրսում։ Այնպես որ հարգելի լրագրողներ, մարդիկ, ովքեր հետաքրքրված են, ժամը 12-ին ԱԺ-Բաքում, արդեն ամսի 23-ին, արդեն այսօր Երևանի ժամանակով։ Ես քաղաքական բանավեճերի կողմնակիցս, ես միշտ ողջունում ցանկացած բանավեճ, ցանկացած քննարկում, ցանկացած վդիպում առաջին ինքս եմ նկատում եւ հարցադրում եմ անում կամ եթե դատապարտելու է դատապարտում եմ, հա։ Այսօր երբ տեսա այս գրառումը, հա, եթե կապան մեր օրակարգը կընդունի, պատրաստ ենք համագործակցել բոլորին դեմը փաստաթուղթ հանձնես ԿՀ։ Ու այս ամեն ինչը անենց, բացահայտվեցին, վերջապես դեմքները պատրվեց եւ այլն վերնագրերով։ Ես դեռ տեսանյութը չէի նայել, բայց ես կարդում եմ, եթե ԿՊ-ն ընդունի օրակարգը, պատրաստ ենք համագործակցել։ Իսկ իրանց օրակարգը 100 օրվա մեջ կազմալուծվել նոր ընտրություններն է։ Մի բան, որ ոնց է, իրանք ոնց կարող են համաձայնվել, հա։ Ես հասկացա, որ ես ընդհանրապես կոնտեքստից այսքան տեղը կտրել են, վերնագիրը գրել են առանց վիդեոյի, որ մարդիկ կան, չէ՞, մենակ վերնագիրն են նայում, ասում են ԿՊ-ն, պատրաստ ենք համագործակցել ու ԿՊ կա։ Վերջ, գնաց եթեր։ Ու ես նայում եմ, տարածված։ Քանի որ հասկացա ես ամեն ինչը մանիպուլյացիա է, ասի գտնեմ օրիգինալը։ Մի հատ լսենք օրիգինալ։ Լսենք ու դատենք։ Եթե խաչելու անհրաժեշտություն կա, այո, խաչենք։ Անարգանքի ունի։ Լսենք մի հատ։ Պատճառով ցավոք չստացվեց այդ համագործակցությունը։ Տեսականորեն, եթե ձեր ուժը անցնում է խորհրդարան, հաղթահարում է անցողիկ շեմը եւ այնտեղ հարց է առաջանում, որ պետք է ընտրել վարչապետ քվեարկությամբ կամ Նիկոլ Փաշինյանին կամ օրինակ Սամվել Կարապետյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, դուք ում կընտրեք։ Նախ վարչապետ ընտրելը քվեարկությամբ չի, այսինքն օրենքով նախատեսված է, որ եթե չկա որևէ ուժ, որ հաղթահարել է 50%-ը, եղած ուժերը պետք է իրար հետ կոալիցիա կազմեն, նշելով ով է իրենց վարչապետի տեխնացուն։ Մենք բոլոր ուժերին առաջարկելու ենք մեր օրակարգը մեր վարչապետի տեխնացիով։ Եթե ուժերը չհամաձայնվեն դրան, մենք ոչ մի տեղ անելու բան չունենք, իրենք կարող են գնալ երկրորդ փուլ։ Հստակ է, չէ՞։ Իրանք ոչ մեկին չեն աջակցելու, ոչ մի տեխնացուի այլ կընդունեն իրանց տարբերակ իրանց տեխնացուին, որը 100 օր հետո պետք է ընտրություններ կազմակերպի, կընդունեն։ Չէ, իրանք դուրս են գալի, գնացեք երկրորդ փուլ։ Վերջ, հստակ, ցանց ավելի կարող է հստակ լիներ։ Հիմա գանք են հատվածին, էլի, որ սենց տարածում են։ Որևէ մեկին չեք պատրաստում միանալ։ Ոչ։ Իսկ քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցությունը հավանական է համարում, եթե իրենք ընդունում են ձեր Եթե իրանք մեր ամբողջ օրակարգը կընդունեն, մեր վարչապետի տեխնացուն կլինի ու մենք մեր բոլոր process-ները մենք իրականացնենք, այսինքն որևէ այլ նախապայման չի լինի, մենք բոլոր ուժերի հետ պատրաստ ենք։
Հեգնանքը զգացիք դեմքի։ Պարզ ասած, եթե մեր պայմանները, մեր ամեն ինչը կընդունեն, մեր վարչապետին կընդունեն, 100 օրվա ծրագիրը կընդունեն, մենք բոլորի հետ պատրաստ ենք նայենք այս վերնագիրը։ Պատրաստ ենք համագործակցել ԿՊ-ի։ Առանձնացված, ոչ թե բոլորի հետ, առանձնացված։ Շարունակությունները Մենք բոլորին դեմ չեք, հա։ Մենք բոլորին դեմ ենք։ Մենք այս օրակարգի շուրջ բոլորի դեմ ենք։ պատրաստ ենք, այո, մինչև մեր օրակարգի իրականացումը, այսինքն այդ Եվ այսպես։ Ես բազմիցս ասել եմ, որ ցանկացած FPR մեկը որ անում է, պետք է պատրաստ լինի մի բանի, որ սա օգնելու է նրան ում նկատմամբ սարալվում է։ Որովհետև եթե սա չգրվեր, ես չտեսնեի, ես չէի նայելու այս տեսանյութը, ես ստիպված այս մասին չէի խոսալու, հիմա ես հարց եմ տալիս ձեր տարածածը, ձեր կեղտոտ մանիպուլյացիան, ճշմարտության դեմ մեղաչելը օգնեց դեմեմին, թե վնասեց դեմեմին։ Ես ասեմ, դուք չօգնեցիք, չվնասեցիք դեմեմին, դուք վնասեցիք ձեզ, դուք օգնեցիք այնքանով, որ ես հիմա եւս մեկ անգամ իրաց մասին խոսեցի, իրաց պայմանները նշեցի իրենք ինչ են ուզում եւ ասեցի մի կարևոր հանգամանք, որ իրանց դեմ TV5-ից սկսած, թե որ է ստացող TV5-ն է, այս մանիպուլատիվ վերնագիրը, եւ սրա տարածողները ամենաանմեղ տարբերակն եմ ասում, կամ ընդամենը վերնագիր կարդացողներ են, կամ ուղղակի ստախոսներ, որոնք հասկանում են, որ իրականությունը այդպես չի, բայց տարածում են, կամ պիտի խոստովանեն, որ իրանք ընդամենը վերնագիր կարդացող են, այսքան բան, սա արդարանալու համար եմ ասում, թողում է, որ դուք արդարանաք, էլի, այսինքն այն մարդիկ արդարանան, ովքեր նման գործողություններով փորձում են քաղաքական դաշտում չասեմ պայքարել, էլի, սա պայքարել չի, սա գոյատևել է, որովհետև ես միշտ ասել եմ, մի բան, որ դուք անում եք ճշմարտությունից դուրս, սա կարճաժամկետ կյանք ունենա, երկարաժամկետ իմաստով վերացվող է, տապալվող է, էժանա ուղղակի, ցածր է։ Դուք հիմա ինձ ստիպեցիք այսքան ժամանակ, այս ժամանակը տրամադրել դեմեմին, մի բանի, որ ես ընդհանրապես մտադրված չէի։ Եթե հիշում եք, մյուս մանիպուլյացիայի մասին խոսենք։ Հիմա օգուտ Սամվել Կարապետյանի մի հատ տխմար կար, Դանիել Իոնիսյան անունով, ոչ քաղաքացի է, ոչ էլ իրազեկ է, փաստորեն այս տխմարը, որ հայտարարում էր 47 միլիոն բռնել են մեկի ձեռքը, հա, եւ տվյալներ կան, որ 100 միլիոն դոլարից ավել կանխիկով, ճամպրուկներով Հայաստան փողեր է գալիս։ Ես այդ ժամանակ հարց տվեցի դատախազությանը, ԱԱԾ-ին, քննչականին, հարց, ուղիղ հարց։ Սա ով է։ Դուք մի հատ կարող եք ասել, ձեր շտատնի աշխատողն է։ Ով է սա, որ ձեզ մեղադրում է անօրինական փողերը վերահսկելու, փողերի շրջանառությունը վերահսկելու, չկանխարգելելու, մի խոսքով հանցակից լինելու մեջ։ Ով է սա, ընկեր, մի հատ կարող եք ասել, ով է։ Ի վերջո մեկ իրան հարցնելու է, այս քեզ տվյալները ո՞նից որ ես բաներ ես խոսում, դու սուտ մատություն ես տալի, դու հիմա մեղադրական ես հնչեցնում։ Սև PR-ը, չէ՞։ Նայեք տեսանյութը։ Քաղաքացին 208 միլիոն դրամին համարժեք 47.5 միլիոն ռուբլին օդային ճանապարհով Ռուսաստանից Հայաստան է բերել։ երեք ռեպորտաժի լուրերի քանի դեպք է բացահայտվել վերջին շաբաթներին, բավականին արդյունավետ այդ ուղղությամբ աշխատում են, սահմանափակելու այսպես սև փողերի մուտքը Հայաստանի տնտեսություն եւ Հայաստանի քաղաքական դաշտ։ Չնայած այս պնդումներին, իրավապահները մինչև այս պահը չեն հարուցել որևէ գործ, որն առնչվում է առաջիկա ընտրություններում ընտրական գործընթացի վրա ազդելու նպատակով Ռուսաստանից կանխիկ միջոցների ներկրմանը։ Ոսկե։
Ո՞ց թե։ Գերագույն դդումը հայտարարում է, որ կանխել են, կանխարգելել են։ Փաստորեն ոչ մի բան չկա դառնով։ Հա՞։ Թե կարող է ուրիշ փող ա եղել, դա ընտրությունների հետ ոչ մի կապ չունի։ Բռնել հետո հասկացել են ուրիշ փող ա, ուրիշ նպատակներով ա եկել։ Գլխավոր դատախազությունը պատասխանելով Ազատության գրավոր հարցմանը հայտնել է, որ 47.5 միլիոն ռուսական ռուբլու կամ մոտ կես միլիոն դոլարի հայտնաբերման դրվագով որևէ վարույթ նախաձեռնված չէ։ Ինչ ա դուրս գալի։ Փաշինյան Նիկոլի գլխավոր դատախազը Փաշինյան Նիկոլի դեմ ա աշխատում։ Թե Փաշինյան Նիկոլի աշխատակազմի ղեկավար Գերագույն դդումը ինչ ուզում ասում է։ Ես թե գլխավոր դատախազը չի կարող սուտ խոսա ասի, որ դուք ասել եք, բերեք ես մի հատ քրեական գործ հարուցեմ։ Դուք հասկանում եք հիմա ինչ է նշանակում սև PR։ Ես որ ասում եմ սև PR, սա լավագույն նվերն է ում որ անում են։ Հիմա ես այս մասով չէի արդարացնելու Սամվել Կարապետյանին, եթե ես չլիներ։ Դες ինչքան կարելի է ասել, քաղաքական պայքարը դա պոռնկություն չի։ Դու քաղաքականությունն եւ դա շուրջ կատարվող բոլոր միջոցառումները, բոլոր գործողությունները վերածել եք ձեր նման ձեր ոճի մեջ անառակության։ Հասկանում եք, ով էս գործիքներին է դիմում։ Իրան ոչ թե ճշմարտությունն է հետաքրքիր, իրան հետաքրքիր է ամեն գնով, ամենակեղտոտ մեթոդներով մեկու ձեն ավել ստանալ կամ մեկին վնասել։ Ցանկացած նորմալ բարոյական մարդու համար սրանք անընդունելի ձևեր են։ Նույնիսկ կռիվ անելու մեջ չի կարելի, արդար պետք է լինել։ Նույնիսկ ասեմ պատերազմի մեջ պետք է արդար լինել։ Այդ թուրքը կարող է երեխա սպանի, հայը կյանքում պատերազմի ժամանակ երեխա չի սպանել։ Բարոյական պետք է լինել նույնիսկ պատերազմի ժամանակ, բայց սա պատերազմ չի, սա ընդունվում է, դուք ինչ եք անում։ Լսեք շնորհակալ։ Դուք ձերբակալվել եք հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով։ Օրերս 47.5 միլիոն ռուբլու մասին հայտնել էր պետական եկամուտների կոմիտեն, բայց այդ գումարով Զվարթնոց օդանավականում վայրեջք կատարած քաղաքացուն ձերբակալելուց հետո ազատ էին արձակել ու հետ ուղարկել Ռուսաստան։ ՊԿ այլ քայլերի չէր դիմել, մասնավորապես իրավապահներին հաղորդում չէր տվել, որ քննեին ու պարզեին, թե ինչու էր այդքան մեծ գումար փորձում բերել Հայաստան եւ արդյոք դա օրինական նպատակներով էր ծախսվելու։ Նույն ժամանակ իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում ստացվեցին տեղեկություններ, որ վերջինս Հայաստանի Հանրապետությունում չունի մշտական բնակության վայր եւ նույն օրը պետք է հետ վերադառնար։ ՊԿ-ի գլխավոր օպերլիազոր Սամվել Նիկոյանն ասել էր քաղաքացին չի հիմնավորել, թե ինչ ծագում ունի այդ գումարը եւ ինչ նպատակով էր բերում Հայաստան այդ։ Բայց Գերագույն գլխավոր դդումն ու կից Դանիել Լեոնիսյանը, որ իրան դրել է իրազեկված քաղաքացու տեղ, միանգամից բռնել էինք անօրինական փողերի մուտք ընտրությունները տապալելու խախտելու վերաբերյալ նպատակով։ Տեսեք, ցանկացած մի քիչ բանական մարդ հասկանում է, որ անմեղության կանխավար կաս կանթարապես, եթե դու չես բռնել, դու չես կարա քո գլխի, քո դատարկ գլխի բովանդակության մեջ դու հիմնավորես եզրակացություն անես ու դա որպես ապացուցված փաստ հայտարարես աշխարհին։ Այն ինչու զբաղված են սրանք բոլորը։ Դե շարունակեք ձեր PR-ը, սև PR-ը, ես էլ սենց ստիպված ես պետք է արդարացնեմ սենց։ Դեմ եմ ին Սամվել Կարապետյանին, սպասում տեսնեմ հաջորդ ով է։ Ու գիտեք բանը որն է, որ ես տեսնում եմ ովքեր են այդ ամեն ինչի հետևում կանգնած, այնպես պարզ է, այնպես երևում է։ Ու ոնց է իմ աչքից ընկնում էս ամեն ինչը։ Մտածում եմ, լավ, արա, նույնիսկ ես միթե ես այսքան ժամանակ չեմ ճանաչել, որ դու կամ դուք ունակ եք այս ամեն ինչը անել։ Էլ ուժ։ Բոլորս հիշում ենք երևի այս դեպքի մասին, մանկապարտեզում բռնության հետ կապված երեխայի նկատմամբ։ Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության այս թեմայով մեծ աղմուկ բարձրացավ ու գիտեք, սա 94 մանկապարտեզի դասիրակ Համալա Գյուրջինյանի դեմ էր։ Մեղադրական տվեցին 3 տարվա ազատազրկում։
Բայց միջև սրանք հասնել գործը, ես հիշում եմ, թե այդ ինչ մի թունավորում էր կատարվում, այդ ինչ մի բաներ կատարվում Facebook-ում, ես մանրամասները չգիտեի, էլ բանսարկության, էլ դիտավորության, էլ քաղաքական աստար, էլ անձնական վրեժխնդրություն, էլ ինչ ասես, ներկայացրեցին, որ չուզողություն ա, տես բան չի եղել։ Վերջը բանը պարզվեց ամեն ինչ եղել ա նենց ոնց որ ներկայացվել ա։ Եվ դատարանը մեղավոր ճանաչեց։ Ժամանակն է ընդհանրապես, որ մենք մի քիչ էս, որ մենք սիրում ենք, ամեն մի թփի տակ մի հատ կամերա դնենք, որ բան բռնենք։ Հոց գիծը տալորող բռնենք տուգանում, հա։ Եթե միտեղ պետք է կամերան դրվի վերահսկելու համար, երեխաների անվտանգությունն է պետք վերահսկել։ Դրանք դպրոցներն են, մանկապարտեզներն են, որտեղ երեխաները ամենախոցելին են։ Այդ պրակտիկան վաղուց կա արտասահմանում, որ 24 ժամ շաբաթը 7 օր ամեն ինչ վերահսկվում է, որտեղ այդտեղ իրեն երեխաներ էլ գործ ունեն։ Ես վստահ եմ, եթե կամերաներ լիներ տեղադրված, այսօր այդ տնօրենը չէր դատավարտվի 3 տարվա ազատազրկման։ Հիմա ես հարց եմ տալի։ Նույնիսկ եթե ինքը ունակ է դրան, իրան հասնում է այդ ամեն ինչը, բայց դա կարելի էր կանխարգելել եւ բռնությունը, եւ այս մարդի ազատազրկումը։ Ինչի՞ սա չի արվում։ Տարական բան է, չէ՞։ Տարական բան է, երբ որ պետություն կա, երբ որ խնդիր կա դրված, երբ որ առաջնահերթություններ կան, երբ որ մարդը արժեք է, երբ որ երեխան գերագույն արժեք է, այդ ժամանակ այդ խնդիրները լուծում են։ Բայց քանի դեռ այդ խնդիրները չկա դրած, եւ առաջնային խնդիրը Հայաստանը ամեն գնով հանձնելն ու մասնատելն է, ոչնչացնել այն, թե ինչ երեխա, ինչ մանկապարտեզ, ինչ վերահսկողություն։ Գրողին երեխան էլ մանկապարտեզն է, մեկը տալու են թուրքերին, էլի։ Այս հոգեբանությունով էլ երկիր են կառավարում։ Եվ ինչ որ մի մասին սա դուր է գալիս։ Նաեւ։ Սա լսենք։ Որոնք Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխված դոկտրինում նշված միջոցառումների եւ սույն ծրագրերի Ես որպեսզի ձեր լսողությանը վնաս չհասցնեմ, ես ուղղակի միանգամից ասեմ, ես ոչնչություն ինչ է անում հիմա։ Փաստորեն ինչ որ դոշակառուներ մոտեցել են, ասել են, ինչ լավ այդ դեղերը հիմա մեզ անվճարատրվում։ Մենք մի 30-40 հազար դրամ մենակ դեղերի ենք տալի, ու այս տականք ինչ ասում։ Ասում քանի որ դուք արդեն խնայել եք 30-40 հազար դրամ, ամառը ճամփորդեք, դուք պետք է ճամփորդեք։ Ոնց է ծաղրում հայ մարդուն։ Ճամփորդեք, աղբեր ջան, դուք արդեն 30-40 հազար դեղերի վրա ծախսեիք, բայց այդ մարդու թոշակն է 30-40 հազար։ Ինքը փաստորեն այդ մարդը բան չէր ուտում, մենակ դեղ էր ուտում։ Հիմա ասում քանի որ մենակ դեղ էի ուտում, հիմա դեղ ուտելու կարիք չկա, դու էլ ուտելու կարիք չունես, եւ ընդհանրապես ոչ մի խնդիր չունես, աղբեր փողը հավաքի, ճանապարհորդի, քթելա էլի հիմա դրանց ուղղակի ծաղրուցանակի նվաստացման այս ապուշինը թվում է, թե ինքը իրան հիմա PR-ը անում։ Արա ձեր PR-ի մասնագետը ով է։ Ինչի եք ինձ դրացուցիչ խոսալ տալիս։ 30-40 հազար դրամ փող է տալի, ասում է, էդի դրեք կողքի։ Շատ է, ավելորդ է, ժողովուրդ ջան, դրա այն կերպ թոշակառով չգիտես, որ փողը ավելորդ է։ Դիր կողքի էլի։ Դիր կողքի։ Թոշակառուն էլ չգիտեր ինչ անել, մտածում էր, այս թոշակը, այս ավելացել է, 30-40 հազար դրամը։ Ինչ անեմ։ Մեկ էլ եկավ ու խորհուրդը տվեց։ Դիր կողքի, որ ամառը գնաց ճամփորդել։ Ես գիտի իր նման պետության հաշվին, պետության ինքնաթիռներով, պետության փողերով, լյուքս հյուրանոցներով, ամեն ինչ ձրի, թոշակառուների համալերն անունն է։ Ու իրանք էլ ցած մոլորվել են, չգիտեն այդ 30-40 հազար դրամը, որ դեղին էին տալի, ինչ անեն։ Չգիտեմ։ Մարդիկ չգիտեին։ Էլ մի քանի հոգի համատարած չի դա։ Կամ ինչ որ է, նույնիսկ եթե համատարած է։ Պես կարելի է ճշտել։
Ստե նայեք, ազիվական։ Ճիշտ անը, որ ձեզ նվաստացնում եմ, ձեռքը չի թողում, ձեռքը չի սեղմում, այդպես պետք է կանգնես զգաստ դավաճանի դեմը։ Ագիտես փող ուտելը ինչ է, ձրի է։ Չէ, պետք է գա կանի դեմը, դու ձեռքը չսեղմի։ Դες պետք է բոլորդ նվաստացված կաննեք սրա դեմը, այսինքն չես տված։ Թողելա չէ լափելը։ Ուրեմն պատրաստ եղեք նաև նվաստանալ, նվաստացվել։ Ես շատ եմ ուսում ասել մարդաբանություն, մարդու հոգեբանություն, վարքագիծ, եւ նոր բան չեմ ասելու, ուղղակի ես ինքս եմ եկել եզրակացության։ Դրանք, ովքեր փոքր ժամանակ նվաստացված են լինում, արհամարհված, հա, կոտրված, ծեծված, դրանք նույն հայելային վերաբերմունքն են ունենում բոլորի նկատմամբ, ոչ թե մեծանալուց հետո, չէ, բոլորի նկատմամբ, գիտեք ինչի, որովհետև դա իրանց համար նորմալ է։ Մարդ երբեք դիմացինի նկատմամբ այնպես չի վարվի, եթե իրանց հետ այդպես չեն վարվել։ Ու սա իմ բանը չի, ես ուղղակի իմ հերթին եմ եկել եզրակա համոզվել դրա մեջ, որ դա այդպես է, ես ուսումնասիրելով կոնկրետ դեպքեր, նայելով իրանց կենսագրությունները, սա հայելային բան է։ Ինքը հաճույք է զգում, երբ որ դիմացինին կարողանում է նվաստացնի իր դիրքից։ Իսկ մանավանդ որ դիմացինն է նվաստացվելուց հետո ֆսֆսալով չես տատալի, հազիվ փորը հետ քաշելով, այս սա էսի կերպարն է։ Սա երկու բանի մասին է խոսում։ Մի նվաստի եւ հաջորդ նվաստի բանն է, երկխոսությունն է սա։ Ահա։ Դե պատկերացեք երկիր, որտեղ երբ վարչապետը տա նվաստ եւ ոստիկանը տա նվաստ։ Այս է դեպքին։ Բայց մարդիկան սա իրենց համար նորմալ է։ Գիտեք ինչի՞։ Գիտեք ել է նվաստ։ Իրանք ստեղ անհալմալ ոչինչ չեն տեսնում իրենց համար։ Մյուս նվաստը Այսօր Երևանում երթևեկելիս ուշագրավ դեպք է տեղի ունեցել մեր աշխատակցի հետ։ Հիմա պատմենք սկզբից։ Սարալանջի փողոցից դեպի Խաչատուր Աբովյանի հրապարակ պլանի գլուխ գնացող ճանապարհին խցանում էր։ Խաչմերուկում վթարված ավտոբուսի պատճառով խցանման մեջ էր հայտնվել նաև Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը, գերթանկարժեք BMW-ն եւ ուղեկցող Toyota Prado-ն առանց Սիմոնյանի, սակայն չհամակերպվելով այն մտքի հետ, որ իրենք նույնպես կարող են հայտնվել նույն խցանման մեջ, սովորական մահկանացուների պես այդ ողջ ընթացքում շուրջ կեսը ժամ ազդանշանում եւ ճանապարհ էին պահանջում վարորդներից, որ իրենք երթևեկեն արտահերթ, սակայն անօգուտ, քանի որ խցանումն անանցանելի էր։ Ի վերջո խցանումն անցնելուց եւ շրջանաձև խաչմերուկը հատելուց հետո ուղևորվելով դեպի Միասնիկյան պողոտա Բելաջո ռեստորանի հատված թունել մտնելիս հայտնվում են մեր աշխատակցի մեքենայի հետևում եւ անդադար ազդանշաններով բարձրախոսերից բղավելով ճանապարհ են պահանջում, չգիտակցելով, որ տվյալ թունելը միակողմանի է եւ կա միայն մեկ երթևեկելի գոտի։ Ուստի ճանապարհը զիջելը տեխնիկապես անհնարին է։ Բացի այդ, դուրս գալով թունելից մի քանի 100 մետր դեպի Աչհոց գիծը եւ վերադասավորվելը արգելվում է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների համաձայն, սակայն չտիրապետելով վարորդական հմտություններին, ազգային ժողովի նախագահի ավտոշարասյունը շարունակում է ազդանշաններով եւ չափազանց մոտ երթևեկելով դիմացի մեքենաներին ամեն գնով իրենց դիմացից հեռացնել իրենց անկանոն երթևեկությանը խանգարող վարորդներին։ Այնուհետև, երբ արդեն
կարելի է լինում վերադասավորվել աջ երթևեկելի գոտի եւ մեր աշխատակիցը ցանկանում է տեղավորվել աջ, Սիմոնյանի վարորդը փորձում է վազանց կատարել աջ երթևեկելի գոտիով, այսպիսով թույլ չտալով մեր աշխատակցին փոխել շարքը, իսկ Toyota Prado-ն շարունակում է մեր աշխատակցի մեքենայից հետևից կպած ազդանշանել եւ ճանապարհ պահանջել։ Ի վերջո մեր աշխատակիցը հնարավորություն ստանալով անվտանգ տեղափոխվել աջ շարք եւ տեղափոխվում է ճանապարհ տալով ազգային ժողովի նախագահի շտապող Շարասյանը։ Սակայն դա նրանց բավարար չէր։ Toyota Prado-ն վազանց կատարելիս լկտիաբար վարում է մեր աշխատակցի մեքենայի վրա, վտանգելով նրա կյանքն ու առողջությունը, ինչպես նաև ստեղծում է վթարային իրավիճակ։ Իսկ անվտանգության աշխատակիցները մեքենայի բոլոր պատուհանից գլուխները հանած գոռգոռում են վարորդի վրա եւ հոխորտում։ Ինչից հետո մեր աշխատակիցը կանգնեցնում է նրանց ուղեկցող ոստիկանության գվարդիայի մեքենան եւ խնդրում մեկնաբանել նման լկտի պահվածքի պատճառը, ինչին ի պատասխան ոստիկաններն ասում են, որ ուղեկցող մեքենա է, պետք է ճանապարհ տալ, լսելով մեր փաստարկը, որ ինչպես կարող է ճանապարհ տալ թունելում, երբ այնտեղ գործում է մեկ երթևեկելի գոտի, ինչին ի պատասխան ոստիկանները խորհուրդ են տալիս թող քաշեիր կանգնեիր, հաշվի չառնելով, որ եթե մենք կանգնեցնեինք, կկանգնեին նաև նրանք, քանի որ թունելում գործում է մեկ երթևեկելի գոտի։ Հերթական նվաստի ինքնահաստատվելու մարդկանց վրա թքած ունենալու սա հայ բանա, սա շատ բնորոշիչ է։ Դասիրակության պակաս, մարդկանց նկատմամբ վերաբերմունք, վերաբերում նաև եւ ուղեկցողներին, ասում վարորդական հմտություն չունեն, վարորդ են որ հմտություն ունենան։ Ձեզ թվում է գիտեն հոծգից ինչ բան է, գիտեն մի բան, իրանք խոշոր երջերավոր անասուն են ուղեկցում, ուրեմն կարող են ամեն ինչ, ամեն գիծ, ամեն վարորդի վրայով էլ քշել։ Կինը խփեցին հղի, սպանեցին են խնդիր չունեն։ Վարորդը ինչ է որ ասենք մեքենայի վրով չքշեն, դա ասում քաշի կանգնի։ Մի գծանի թունելով որ մենք անցնենք, մենք պիտի չկանգնենք խցանումների մեջ։ Այդ դուք եք ստեղծել խցանումները, դուք եք պիտի կանգնեք, ո՞վ պիտի կանգնի։ Սա էս նվաստների ինքնադրսևորումն է։ Այստեղ գաղտնիք չկա։ Ու այս ամեն ինչին հարվանում են, հարմարվում են մենակ նրանք, ովքեր կրում են նույն գաղափարները, նույն արժեքները, կողմ են այդ ամեն ինչին։ Կողմ։ Մարդ որ ասում է մեր գյուղերը ցեխի մեջ են, դրա համար էլ մարդիկ աղբագարթում են։ Մարդ որ 8 տարի ղեկավարն է, 8 տարի ինքնավարչապետ է, ինքը գիտի լրագրող է, ինքը գիտի անդիմադիր կապիկա։ Ոնց որ իրան կապիկի դերում ցարկել են անդիմադիր, ասում են լավ է, մակակա, պրես պատից են պատը։ Ինքը գիտի հենց կարգավիճակում է, ինքը չի հասկացել, որ այդ 8 տարվա ցեխերի պատճառն ինքն է։ Դրա համար էլ արտագաղթում են։ Ինքը չի մեղավոր, ոնց կարող է ինքը մեղավոր լինի։ Ինքը նույնիսկ մեքենայի մեջ մարդն խփում, ասում է, «Էտո իմ մեքենան չէ, իմ շարասյունը չէ, դա Հայաստանի վարչապետի շարասյունն է»։ Ոնց կարող է մարդը մեղավոր լինի ցեխի համար գյուղի։ Ոնց կարող է մարդը լինի գերագույն գլխավոր հրամանատար, պատերազմը պարտվի, բայց ինքը մեղավոր չլինի։ Իր պարագայում այդ ամեն ինչը հնարավոր է։ Եվ ոչ միայն իր պարագայում, իրան աջակցողների պարագայում նույնպես։ Իրենք են այնպես մտածում։ Այն ինչ անի խեղճը։ Ինչ անի խեղճ։ Թող չարտագաղթեն, ինքը ինչ մեղավոր է, որ ցեխա իրանց փողոցներում։ Նախիններն են մեղավոր։ Դա ես միշտ մտածում եմ, եթե հանկարծ նես ստացի, որ սրանց ձեն տվողները շատ լինեն կամ մենք ակնկալում ենք, իրենց հասնում այն, ինչ որ իրենց սպասվում է։ Ցավոք, մենք էլ կարող է այդ ուժենք, բայց իրենց ռեալ հասնում է, այն ինչ որ իրենց հետ լինելու է։ Ի վերջո մի օր արդարը դատությունը պիտի լինի, եթե մեր ձեռքով չի լինելու, թուրքի ձեռքով է դա լինելու, էլի, ու մենք չենք կարողանալու իրենց փրկենք այդ արդարը դատությունից։ Չենք կարողանա։ Ես ընդհանրապես այս Դավիթ Գրիգորյանի չեմ անդրադարձել, չէ՞ մի անգամ անդրադարձել եմ։ Թեթև մեր նկատողություն անելով, կարծեմ 1-2 տարի առաջ էր։ Իր կրկնակի ստանդարտների համար, բայց ես բան ուզում եմ որ դուք նայեք։
Ուզում հիմա ուրիշ ամպլոյ է տակար էլի։ Գսեք։ Ում աշխատում էին հիմա էլ չեն աշխատում։ Դիտողը հասկացողը լսում է, հասկանում է, ընկալում է, մարսում է, վերլուծում է։ Իսկ դեռ միանման մեկնաբանությունները թե պետք չէ խառնվել Նիկոլ Ֆեյքերի մասին է խոսում հիմա։ Երևի ֆեյքերը իրանել են ուղղակի արդեն եթե հոգուն հասցրել։ Սիպաս ֆեյքերից է խոսում։ Զգացում ա որ հոգուն հասցրել են, էլի ինչու հիմա ասում այդ ֆեյքերի անունն նայեք իրան, այդ ֆորմատի մեջ լսեք։ Փաշինյանի կյանքին պատասխանում շատ պարզ։ Եթե Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը իրենց անձնական կյանքը չբերեին եւ գերանի պես չմցնեին բոլորիս աչքը, իրենց հարաբերությունները պարզեին իրենց ընտանիքի ներսում, իրենց տան դռան տան հատվածից կողմից, հակառակ կողմից, ոչ թե հանրային դաշտում, բակում, որևէ մեկը իրենց ոչ բաժանման, ոչ էլ միավորման մասին չէր խոսի։ Ապաստոն ինչքան նոր հասկացել եմ ինքը դա մասին խոսացել է ու ֆեյքերի բանակը ֆեյքերի հարցակվել է իր վրա, ընդ որում սկզբից տեսանյութի մեջ ասում է, որ այս ֆեյքերի բանակի դեմ իբր պետք է պայքարեր Փաշինյան Նիկոլը, երբ որ 18 թվականին եկավ իշխանության, այդ պողակը ստեղծելով, հա, պարզվեց այդ պողակը ստեղծումը, որ ինքը իր ֆեյքերի բանակն ունենա։ Այո, որ հարցակվեն հայոյան բոլոր նրանց, ովքեր հանկարծ կարող հակափաշինյանական ինչ-որ կարծիք կամ տեսակետ ունենան։ Դա ման ասում ժողովուրդ ջան, այդ 15%-ը, որ ինքը YouTube քվեարկությունների մեջ ապահովում է, 11, 15, that fake-երն են նաև։ Այն որ մտնում ես կոմենտում գրում են կես է Փաշինյան է, նույն fake-երն են նաև։ Եվ fake մարդիկ, այդպես էլ կան, հա։ Եթե մարդիկ 40 օրվա կատարվածքով կարող են բաժանվել եւ միանալ, ես չգիտեմ, բա ինչ պիտի քննարկենք, եթե ոչ մեր երկրի փաստացի ղեկավարի ընտանեկան իրավիճակը, որը ուղղակիորեն կարող է ազդել պետական համակարգի աշխատանքի վրա, նրա որոշումների վրա, նրա հոգեկան եւ հոգեբանական կայունության վրա։ Սա պարզապես ինչ որ պատահական մարդ չէ, հասկացեք, ես երկրում կարևոր ճակատագրական որոշումներ կայացնող մարդն է։ Եթե ինքը մեր հետ կիսվում է իր ընտանիքում տեղի ունեցածով, մենք էլ պիտի սկսենք մտածել, մտորել եւ անհանգստանալ։ Իսկ ինչու է բանը հասնում նրան, որ հասուն երկու մարդիկ, որոնք ունեն 4 երեխա, իրենց ընտանեկան կյանքը դարձնում են հանրային քննարկման առարկա։ Իրենք դարձնում են, մեղավորը մենք ենք, ու դարձնում են ոչ թե պարզապես միամիտ, այլ նպատակաուղղված։ Նրանք երկուսն էլ քաղաքական գործիչներն են, իսկ քաղաքական գործիչի յուրաքանչյուր քայլ արդեն հանրային քննարկման առարկա է։ Վերջ։ Այստեղ կարող է բան տալ, պաուզատալ, բայց մենք էլի կլսենք։ Քաղաքական գործիչները պետք է հստակ իմանան մի բան։ Հենց դու մտել քաղաքական ասպարեզ ես, դու հետ չունես անձնական կյանք։ Վերջ։ Չկա իր անձնական կարծիք, անձնական կյանք, վերջ, դու արդեն ընդեղ ես։ Պետք է զարմանաս։ Հա, դու պետք է լինես միկրոսկոպի տակ, դու ել երեխեքդ էլ, կինդ էլ, սիրուհիներդ էլ, բոլբսնած։ Բա ոնց։ Սա է քաղաքական կյանքը։ Մի զարմացեք։ Հատուկ նշում եմ նրանց համար, ովքեր դա չեն հասկանում։ Նիկոլ Փաշինյանը մեր կողքի հարևանը չէ, որի անձնական կյանքը քննարկում ենք բոլորս եւ դա անթույլատրելի է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանության վարչապետն է, տիկնայք եւ պարոնայք, ներքին եւ արտաքին քաղաքականության պատասխանատուն, որի յուրաքանչյուր քայլ եւ գործողություն ուղղակիորեն առնչվում է ողջ հայ ժողովրդին, որոնք դեռ մեծի մասամբ բնակվում են Հայաստանում կամ Հայաստանի քաղաքացիների։ Հետևաբար մարդկանց, ովքեր օգտագործում են նույնպիսի ֆաբրիկաներ, որոնք օգտագործվել են նախկինում։ Իմ կոչը ձեզ, բարեկամներ, հանգստացեք։ Ես անմատ ձեզ ներքաղաքական խնդիր չեմ լուծում։ Իմ խնդիրը ճշմարտությունը բարձրաձայնելն է։ Իսկ թե ինչ կորոշի քաղաքացին, արդեն ինքն է որոշելու, ես որևէ կերպ մարդուն չեմ ուղղորդելու։ Եվ երբ դուք փնտրում եւ գտնում եք թիրախներ, որոնց փորձում եք ինչ որ կերպ ճնշել, հավատացած եղեք, իմ կյանքի ամենաճնշված շրջանները ես վաղուց արդեն անցել եմ։ Եվ 2-3 տախտկալի անհիմն դատարկ մեկնաբանությունները չեն, որոնք կարող են ինձ որևէ կերպ ճնշել։ Եթե որևէ բան ունեք ասելու, իմ բոլոր էջերը հանրային էջեր են։ Գրեք անձնական նամակ, ասեք Դավիթ, անհամաձայն ենք, քո ես։ Չէ, Դավիթ, իրանք դրա համար չեն ստեղծված։ Իրանք ստեղծված են ինչքան հնարավոր հանրային
մահացու հարվածներ կան, որ ոչ մեկի մտքով չանցնի նորից խոսալ դրա մասին։ Ես հիշում եմ 19 թվականներ, երբ որ առաջ անգամ եկա Հայաստան, երկար ժամանակ բացակայելուց հետո, ընկերոջս տեսա, ասում ենք, բավականին ակտիվ էի դու Սերժի այս մեր պայքարների ընթացքում, այս ոչի պրոբլեմ չես տենում, ասեց ապեր, իհարկե տեսնում, իհարկե ինքան բան եմ ուզում գրել, ընկերներս էլ են ուզում, չեցնում ենք ընդհանրապես չկան մեր խումբը, ձեն չի անում, ասում ի՞նչն է պատճառը, ապեր ասում առաջ որ գրում էի, մի հատ վտանգ կար, որ կարող ասում քեզ պատիզում ծեծեին, կամ բերման ենթարկեին, հիմա ավելի վատ է ասում, ապեր քրվում են, մտնում են ոհմակով ու քֆուն են տալի աշխարհի ամեն կեղտոտ հայոյանքները, ասում չեմ ուզում երեխես կինս կարդա մեռնի, սա դեռ 19 թվականին, այնպես որ Դավիթ, սա դրանց նպատակն է, ու դա մեթոդաբանությունն է եղել դեռ 18 թվականից ներգրված, չալ ու նախանց բնութագրելով բոլոր նրանց, կեղտոտ, անշնորհակալ, ես այդ ամեն ինչը լսել եմ, բոլորի մեջով անցել եմ, դա մը շատ լավ գիտեմ, ես դամադել ասել եմ Տալոն Չախոյանից սկսած, միջև Հովիկը, այն որ հիմա նստած է վերանգած այդ հմեկում, ովքեր եղել են այդ ազատության հողում, ովքեր եղել են այդ պողակում աշխատող և պողակի ղեկավար, ես ցույց կտամ, այդ Գեբելսներին ինչ են արել ժամանակին, էլի, գնալու են նույն հոդվածով, նույն, Սիվիլնետը այդ առումով այդ հրաշալի բան արել, հրաշալի, հանային կարծիքը կերս դեմքերն ու Տալոն Չախոյանի հետ հնարավոր կապերը, և այսպես, իշխանամերձ, Media News սայտը ապրիլի 12-ին հրապարակել է գրառում Սամոն դարձել է մազերի ներքի բրենդային դեմքը։ Մի խոսքով, այս գրառումն արել է ապրիլի 12-ին, շուրջ 25 րոպե անց հրապարակվել է Media News սայտում։ Վերելպային Օհանյանի էջը այդ գրառումը ընդհանրապես ուներ 6 հավանում։ Այսինքն մեկը գրում է 6 հավանում եւ միանգամից հայտնվում է Media News սայտում։ Առաջ անգամ չէ, որ այս օգտատիրոջ գրառումները հայտնվում են Media News սայտ էջում։ Իմացեք, այս տականքներն ովքեր են, հա։ Սակայն ով է Աննա Օհանյանը, որի գրառումները տարածում է մեծ լսարան ունեցող էջը։ Պարզ ուսումնասիրությունը ցույց է տալի, որ օգտահաշում արկա է ընդամենը 3 լուսանկար, տիպիկ fake, որոնք ունեն արհեստականորեն գեներացված պատկերների բնորոշ հատկանիշներ։ Պարզում է Աննա Օհանյանը միակը չէ, Civic Check-ը հայտնաբերել է, որ Civic Check-ը Media News սայտը պարբերաբար վերահրապարակում է Facebook-յան օգտահաշիվների գրառումներ, որոնք հաճախակի պարունակում են ընդդիմության ներկայացուցիչների հասցեն ուղղված վիրավորական ձևակերպումներ, դրանք ներկայացնելով որպես հանրային կարծիք։ Կեղտոտ են, չէ՞։ Միևնույն ժամանակ այդ օգտահաշիվների ուսումնասիրությունը ցույց է տալի, որ դրանց ինքնությունը չի հաստատում եւ բացակայում են նրանց օգտատերերի բնորոշ ակտիվության նշաններ։ Ես այնքան եմ տեսել, վերջերս պատահմամբ Instagram-ում եմ տեսել, այս ֆեյքերի մասին մոռացել էի։ Վայ, ինչ չէր կատարում, ես մի բան վերեցի Instagram-ից, այդքան ակտիվ չեմ, էլի։ Պարզվեց այդ տականքները կան, ում դեմքը բացում ես, ասես գլուխա կամ ծաղիկ։ Բացում ես ոչ կենսագրություն, ոչ բովանդակություն, ծաղիկ։ Դաս նույն տեքստերն է սարի մոտ։ Media News սայտը բացակայում է տեղեկություններ խմբագրական կազմի վերաբերյալ, կայքի հնարավոր կապերի վերաբերյալ լրատվամիջոցներում հնչել են պնդումներ, որ այն կապում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Տալոն Չախոյանի հետ, սակայն դրա հիմնված է եղել անուղղակի տվյալների վրա։ Մի խոսքով, ու սենց, ու թելը բան են արել, ասո ով է այդ Աննա, օրինակի համար, էլի դա, ստեղծվել է 22 թվականի մայիսին, նշված է, որ ծնվել է 93 թվականի հուլիսի 17-ին, ընտրողների ռեգիստրում նշված անունազգանունով ծննդյան տվյալներով անց չի հայտնաբերվում։ Բա ոնց։ 26-ի հունվարի 20-ին նոր տեղադրել է գլխավոր լուսանկարը։ Եվ այսպես շարունակ։ Այսպես։ Այնպես որ սրանք շատ են, շատ են։
պետքա դիմանալ։ Ինչի է պետք դիմանալ, որովհետև վաղ ուշ սա լինելու է, նայեք այս կադրերը։ Այս Նյուրնբերգյան դատավարությունն է, բացառիկ կազեր։ Germany's major war criminals, and the shrine of Hitler's Nazism becomes its tool. Supreme Court. Major criminals will be screened from sight except in the courtroom, protected and saved for the disposition. Խոսքով իրանք պետք է պատրաստվեն Նյուրնբերգյան դատավարությունը լինելու է, ու դա իրականացնելը մեր պարտականությունն է, որպես մարդ, որպես քաղաքացի, որպես հայ, սա ոչ թե ցանկությունն է, չէ, մեր որոշումն է, սա իրականացնել։ Որոշում, որ չունի ժամկետ, ինքը անժամկետ է։ Եվ ես դրա համար եմ ասում, թող մնան նրանք, ովքեր կայացնում են որոշում, անժամկետ գնալու են իրենց որոշումը հետևից։ Այսօր կլինի, մի ամիս հետո կլինի, մի տարի հետո կլինի, սա որոշում է։ Եվ բոլորը պետք է հասկանան, քանի ես որոշում կայացածների բանակը կա, իրանք գնում են այդ ուղղությամբ, իրենք ոչ մի գիշեր հանգիստ քնել իրավունք չունեն։ Իրենք պետք է միշտ իմանան, որ այս օրը գալու է, իրանք սենց գալու է։ The big names of Hitler's Third Reich are kept under heavy guard. Խոսքով, օրը գալու է, իրանք Երրորդ Ռեյխի Նիկոլի Ռեյխի ներկայացուցիչները պետք է գան, կանգնեն հայկական Նյուրնբերգի առաջ, ոչինչ այդ ժամանակ իրանց չի փոխվի։ Իսկ մինչ այդ Պետք է պարզվում է, որ տասնյակ հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքասյանների ընկերությունը պաշտոնյանին բիզնես ջետերով տեղափոխելու համար է ստանում, բա։ Ինչ անում Գրզոն։ Գրզոն այսպես միած Սամվելոտ առնում, սենց չէ։ Ու այս կապիկներին, Նիկոլի կապիկներին վարժեցված։ Այս ջետով ստանում է պետությունից փողը, սնում ան է տան։ Սեփական տաքսի սերվիս է, էլի։ Տաքսի սերվիս Գրզո։ Ուղղակի հիմա տարիֆներն է մի քիչ բարձր։ Նույն սերվիսն է։ Տարիֆներն է մի քիչ բարձր։ Այս վարժեցված կապիկները չեն կարողանում ստանդարտ ռեսերով թռնել, չէ։ Պետք է Գրզոյի ջետոբա բերել են ինվեստիցիա է, պետք է փողը տան։ Բյուջեն է իրանցը, կապիկներն են իրանցը, օդանավն է իրանցը։ Իսկ ինչ են դրանով են զբաղված իրանք։ Իսկ քաղաքապետարանով նորից Աջափնյակի կայարանն են խոստանում, այս անգամ արդեն 31 թվականին, բա հաջորդ ընտրություններին։ Հիմա արդեն ձենը տվել եք իրանք հաղթել են, այս Աջափնյակի կայարանը կլինի արդեն 31 թվականին, հա։ Դե գիտեք ինչ, եթե իրանց հավատացողներ կան, ինչի չասեն, որ ինչի չապուշացնեն, չէ՞ մարդիկ կան իրենց լսում են։ Եթե լսողը կա, անպայման ասողն էլ լինելու, որովհետև իրանք զգում են, որ հաղթում են Արտուրի նմաններին, հասկանում եք։ Իրանց լսողներին, իրանց ծափ տվողներին, ու բոլորը պետք է իմանան։ Բոլորը պետք է իմանան, որ ձեր շփումների հետևանքում հաղթում է Փաշինյան Նիկոլը, դուք պարտավորված եք։ Ինչի է հաղթում, ինքը ժամանակավոր է հաղթում, որ դեռ ինքը գահի վրա է, իսկ դուք պարտվում եք ձեր կյանքով։ Ինքն էլ է պարտվելու վաղ թե ուշ, բայց դուք պարտվում եք կյանքով մեկ, ինքը ժամանակավորապես հաղթող է։ Հենց հիմա, հենց այս պահին ինքը հաղթող է։ Ով իրան լսում է, ով իրան աջակցում է, ով իրան շփվում է, ով իրան բարև է տալիս, ով իրան մի խոսքով։ Իմացեք, որ դուք բոլորդ Արտուր Աբրահամյանը, այսպես գլուխդ կախած, դուք պարտված եք արդեն Գրզոյից սկսած մինչև Լֆիկ։ Իսկ ինքը հաղթած։ Ձեզանով։ Առանց ձեզ ինքը ով է։ Ինքը հենց ձեր նմանների շնորհիվ է հաղթած, որոնք իրանց գլուխը կախելու այս շնորհիվ իրան բարձրացնում են վերև։ Բայց ես չեմ կարծում, որ ձեր գլուխ կախելը բավարար
արժեք այդան վերևում պահելու համար, չէ, ձեր գլխից բացին դե միլիոնավոր այլ ավելի լավ, ավելի խելացի գլուխներ կան, ավելի կարևոր։ Դուք ձեր կյանքով ձեր գործունեությունով ապացուցեցիք, որ ձեր գլուխը ընդհանրապես գլուխ։ Մեկ մարդու, սովորական մարդու եւ տվյալ պարագայում դատարկ գլուխ ընդհանրապես, որ նույնիսկ չի հասկանում իր գործունեության հետևանքները։ Գնանք մեր հետ առնչվող միջազգային նորությունները եւ կվերադառնանք։ Մեկ օրվա մեջ երկու հայտարարակ դեպք ամերիկյան բանակում։ Այսօր փաստորեն հեռացել են իրանց նավատորմի գեներալներից մեկին, որը փաստորեն տավալել է Հորմուզի ողջ ծրագիրը, այդ բլոկադայի։ Նավերը անցնում են չինական ոնց ուզում են, Իրանն էլ այդ ընթացքում հաջողացնում է թիրախավորել, խփել ամերիկյան նավերին։ Թրամփը մեկի վեպը կջարդի ամեն ինչը, ոչ չի ասելու ես եմ եղավոր։ Հեռացումը իր գեներալներից մեկին կարևոր, իսկ այս մեկը ընդհանրապես աբսուրդ է։ Սա միջուկային զենքերի հետ կապ ունեցող ամենաառաջնային եւ կարևոր մարդկանցից մեկն է, որը բառում պատմում է, որ իրենք շուտով միջուկային զենք են օգտագործելու։ We're gonna shoot missiles and destroy some stuff. Yeah. Did you see this? A top U.S. nuclear chief just got escorted out of the Pentagon after spilling war secrets drunk at a bar to a random stranger who happened to be filming the entire thing. Take a look at this. Well, the next guy, the son. His son. If he doesn't stay away, we're gonna shoot missiles and destroy some stuff. Yeah. But if you want to like win, if you want to like make the country do what you want, you have to put people there. Was hearing something that we killed kids in Detroit? Did we actually? There's been some collateral damage, yeah, for sure. They always die in war. So their agent is a chemical weapon. First off, shout out to the woman who filmed this, an absolute hero, exposing the corruption and blatant incompetence from the Trump regime, from the Pentagon, and how careless they're behaving when killing civilians in Iran. This entire administration needs to be filmed, needs to be exposed, and they need to be prosecuted. Պատկերացնեք Թրամփին ինչերով է, ոչ թե ինչ կարգի մատնացով, ինչերով է շրջապատը։ Մարդը բառում պատմում է, որ սա շուտով ռմբակոծելու ենք, ավիրելու ենք միջուկային զենքերով, ասում է, բայց երեխեքը կմեռնեն, չէ՞։ Հա, կրնի ավերածություններ, դե բնականաբար երեխեքը կմեռնեն։ Մի անգամից ձերբակալել են սրան։ Ռազմական գաղտնիքը հրապարակելու համար, սա պետք է իրականացնել, խոսք է չտվել, չէ՞, Թրամփը, որովհետև ինքը այդ ձև հնարավորություն չունի, բայց էս էլ իր կործանումն է լինելու։ Հիմա գանք մյուս մասով։ Ինչ է կարծում։ Այս կլիպը նայելուց հետո Իրանի հեղինակությունը բարձրանում է թե ընկնում է։ Իհարկե բարձրանում։ Հիմա հստակ դառնում է մեր երկիր դժոխք կողմ, որի նկատմամբ Իսրայելը, ամերիկյան գեներալները, ամերիկյան որ ասում են դա Իսրայելի ղեկավարության տակ է, ամերիկյան գեներալները ծրագրավորում են ու հանգիստ նկարագրում են, թե ոնց են միջուկային զենքերի օգնությամբ ավիրելու քաղաքներ, սպանելով բոլորին, նաև երեխաներին, բոլորին, չմենակ երեխաներին, բոլորին։ What's going on in Iran has to do with nuclear capabilities and the United States not wanting Iran to have a nuclear weapon. We are the obvious leader in nuclear technology. These people that have either died or are missing now, these were the leaders in the research and helping to ensure that we stay the leader in nuclear technology. So that's why it's a concern. Every country wants to have, I'm sure that we. Սրանք առաջատար միջուկային գիտնականներն են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որոնք այս ընթացքում կորել են։ Կորել են մի մասին գտել են սպանված, մյուս մասը պատահական են մահացել, ընկել մեքենանի տակ, խոսքով 11 հոգի։ Իմաստը չկա։ 11 գիտնական, այս մեկ ամսվա մեջ։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ինչ սկսել է այս պատերազմը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մասնավորապես եւ ամբողջ աշխարհում նման գործողություններ կարողացել է անել բացառապես Իսրայելի Մոսադը։ Ուրիշ ոչ մի կազմակերպություն։ Ես եթե ասենք ուրիշ տեղ լիներ, կարող ասեի KGB-ն էլ ունակ sense մանանել էլի, բայց ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այս կարգի խոշոր թիրախավորված բնաջնջում գիտական կարող էին անել բացառապես իրական։ Սա ուղղակի որպես փաստ եմ ասում անցյալից, չեմ ասում արդեն գիտեմ ով ա արել։ Անցյալու մինչև այսօր նման գործողությունների բոլորի հետևում կանգնած են եղել հենց իրանք։ Այս պատերազմը մեկը հաղթելու է Իրանը, պարտվելու է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Ինչքան Ամերիկայի Միացյալ Նահանգներում շուտ հասկանան, մանավանդ քաղաքական գործիչները, այնքան շուտ կարող են փրկել այս երկիրը։ Գոնե գիտնականներին փրկել։ Գոնե ասենք մարդկանց զինվորներին։ Պենտագոնը չի խոսում իր կորուստների մասին, բայց ծնենք Տրամպի ադմինիստրացիայից թաքուն հայտնում են, որ կորուստներն ու վիրավորները շատ են, շատ, բայց թաքցնում են։ Ամերիկյան ծառայությունները, գաղտնի ծառայությունների ներկայացուցիչը ասել է, որ 411 սպանված կա արդեն։ 411 սպանված։ Ես վստահ եմ, որ ավելի շատ են։ Բայց դա չի ասում։ Իսպանիան եւ Չինաստանը ստորագրեցին մեծ համագործակցության ծրագիր, հրաժարվելով բոլոր ամերիկյան կապերից։ Խոսքով Եվրոպան անցնում է Չինաստանի ձեռքը, այսօր Չինաստանն ու Ռուսաստանը իր հետ ստորագրել են մի համաձայնագիր, որ այսուհետ բոլոր տեսակի առևտուրները, մասնավորապես գազի նավթի կատարվելու է յուանով։ Սա այն ինչ որ ես միշտ ասել եմ, որ իրականում է, որովհետեւ այս քաոսային իրավիճակում այլ ձև չէր կարող լինել։ Եթե ես լինեի Իրանի ղեկավարության մեջ եւ ունենայի որոշում կայացնելու իրավունք, ես հիմա կգնայի Եվրոպական միության երկրների մոտ հերթով եւ կասեի ուզում ես առևտուր անես այս բանով տարածքով, ոչ թե չինական յուանով, արի եվրոյով անենք, եվրոյով վճարի, տար, պրոբլեմ չունես, կամ ես ընդունում եմ ոչ թե $2 միլիոն, դու կարաս $2 միլիոն տաս, բայց եթե եվրոյով տաս, դու 1 միլիոն եվրո, կամ 1.5 միլիոն, որպես իրաց ձեռք տար, էլի։ Ինքը միանգամից Եվրոպայի կսարքեր իր ոնց ասեմ, իրանով կանել վրակ, էլի։ Բայց քանի որ ինքը նման քայլերի չի գնում, հիմա ամեն ինչ Չինաստանն է ընկել մեջտեղ, Չինաստանն է յուանը ուժեղացնում։ Մեկ այս պատերազմը արդեն տանուլ տված պատերազմը, գիտեք ինչի, իրանց Պենտագոնից հայտնում են, որ եթե նույնիսկ այսօր սկսեն Հորմուզի նեղություն տեղադրված միները հանել, 6 ամիս կտևի։ Անենց են մինապատել, որ եթե քարտեզը չտան ոնց է պետք գնալ, կամ եթե օգտագործեն, գտնելու համար այդ միները 6 ամիս է պետք։ 6 ամիս ով ունի, 6 ամիս հետո պատկերացնեք ինչ կլինի աշխարհում, այս տեմպերով որ գնա։ Ինչ տնտեսական կոլապս, գյուղատնտեսական կոլապս, սով կսկսի, բառացի սով, որովհետև այդ տարածքով անցնում է ոչ միայն նավթը, այլ նաև ֆերտիլայզերները, ոնց են ասում, ուդաբրենիա ռուսերեն, հումուս է ինքը, հայերեն բառը մոռացել։ Մի խոսքով են որ խառնում են հողի հետ, որ ինքը բան ունի, ուշտա, վիտամինները հողի, ախր բառը մոռացա թռա մտքիցս, դուք գրեք, դուք հաստատ կիմանաք։ Մի խոսքով, նաև այդ ամեն ինչն է անցնում այդ տարածքով, եւ եթե դա չի հասնում կոնկրետ երկրներ, մասնավորապես Ռուսաստան, Եվրոպա, Ուկրաինա,
Նշանակում է բույսերը այդ նույն ակտիվությամբ էֆեկտիվությամբ չեն կարողանում պետք է պակասում է բարձրանում է գինը եւ թույլ երկրները գնում են սովի մեջ։ Դա նրա գումարեք էկոլոգիական աղետը, որ այս ամբողջը այս վարված բաները մտնոլորտում է անձների հետ յուղ է իջնում, յուղ, բայց մտնոլորտից այդ յուղը ու պետք է գնա։ Շատ ծանր շրջան է սպասում աշխարհին, շատ։ Այս ամեն ինչի ինչի համար Իսրայելին այդպես է։ Բայց ինչ որ ռեժի կապի որոշել է, որ ինքը պետք է աշխարհը ծնկի բերի Իսրայելի համար։ Ու արդեն այս պատերազմի վրա հաշվել է, որ ծախսվել է 51 միլիարդ 815 միլիոն դոլար։ Երբ որ ինքը սոցիալական օգնությունը կտրեց ժողովրդին, ամենը 20 միլիարդի համար, ասաց չունենք փող։ 20 միլիարդ չունենք։ Ձեզ չի ասում սոցիալական ապահովություն, բայց 51 միլիարդ արդեն ծախսել է 51.8։ Այս պատերազմի վրա հետնել 200 միլիարդ ուզում է որ շարունակի։ Սա էս կապիկն է, ինչ ասեմ, նայեք ժողովուրդ, ես որ մենակ Փաշինյան Նիկոլա չի։ Ցավոք։ Եթե դուք հիշում եք Իսրայելի դրոշը Լեհաստանի պարլամենտում սվաստիկան վրան բացեցին եւ ասեցին սա ֆաշիստական երկիր է, չէ՞։ Հիմա Իսրայելը կոչանում Լեհաստանին միջոցներ ձեռնարկել Իսրայելի դրոշը սվաստիկայով ցուցադրած պատգամավորի դեմ։ Բավոց։ Հեսա Լեհաստանն էլ անելու է, հեսա բավոց, հեսա անելու է։ Բայց միևնույն ժամանակ արամեծանապում երեխեքի շալարերով արկելում են դպրոց գնալ։ Փակել են դպրոցը։ Երեխեքը չեն կարողանում նույնիսկ դպրոց գնալ։ Սնունդի հերթ են կանում, հերթի մեջ են գնդակահարում, տնեդը քանդում են, վտարում են, ասում են ստեպդեհայաները ապրել։ Միևնույն ժամանակ ընդ ցեղասպանությունը շարունակվում է, բայց Լեհաստանից պարտադրում են եւ աշխարհից պարտադրում են, որ դուք իրանց չհամեմատեք նացիստների հետ։ Չհամեմատեք։ Հա, չհամեմատեք։ Քիչ սա մասին եմ ուզում խոսամ, այս բանը որ տեսա ճիշտ ասած։ Ռուսաստանցիների 64% համակրում է Լենինին։ Սա նանից չի, որ ռուս ժողովուրդը, վատ ժողովուրդը։ Չէ։ Սա նանից ուղղակի որ չգիտեն ով է Լենինը։ Չեն հասկանում ով է։ Դե որտեղից հասկանան, իրաց մոտ ինտերնետ չի աշխատում, իրաց դասագրքերն ասում են լրիվ այլ բան։ Այն ինչ որ 70 տարի, արդեն 100 տարի քարոզվել է։ Այն ինչ որ սրբագրվում է Պուտինի կողմից։ Այո, 64% համակրում է Լենին։ Դա նշանակում է, որ 36% չի համակրում։ Սա լավ թիվ է նայել։ Եթե այս կողմից նայենք, էլի, իսկ այս 64%-ը ուղղակի չգիտի։ Ես չեմ ասում, որ իրանք գիտեն ինչ կարգի հրեշ է եղել Լենինը։ Ում ծրագիրն է իրականացել։ Ոնց եղավ այս ամեն ինչը։ Ոնց կարող էր սա այդ կարմիր տերորի անվան տակ մենակ 8 միլիոն մարդ Ուկրաինայում սովամահանել։ Դիտավորյալ 8 միլիոն մենակ Ուկրաինում սովամահ գնդակահարել ամբողջ հոգևորական շերտը, գնդակահարել ամբողջ ինտելիգենցիան, ընդամենը 2 շոքենավ ինտելիգենցիա փախավ դեպի Գերմանիա։ Նրանց կոչում են մտավորականների, կարծեմ, շոքենավ, ռուսերեն բարկար, իմ այս բանին չի նշում, ինչ պարախոտ, դա մի խոսքով, մտավորականների բանը շոքենավ էր կոչվում, ընդամենը 2 շոքենավ հասցրեցին ողջ փախնել։ Լունաչարսկին ասում էր, գնացեք քանի շուտ է, գնացեք քանի կարակ, ինքն էլ գիտեր ինչ արինել, Հալիա Լունաչարսկին, համասեռամոր, այլասեռված, բայց մնացածին գնդակարեցին։ Ինչի համար, դա սա ցեղասպանություն էր, սա առաջի էքսպերիմենտն էր, սա սիոնիստների առաջի զավթած երկիրն էր Ռուսաստանը։ Հայաստանի հայկական ցեղասպանությունից հետո իրաց պետք էր ավելի մեծ ծրագիր
իրականացրեցին Ռուսաստանի վրա։ Բոլորը հրեաներ էին սիոնիստ իշխանության մեջ։ Մինչև 24 թիվը։ 24 թվից հետո հերթով ձեռի բռնած գնդակահարվեցին դրանք բոլորը։ Որովհետև Սալինը հոտեսնում էր դա ոնց անում, ովքեր են անում։ Հետաքրքիր տիպ է Ստալինը։ Ես չեմ արդարացնում Ստալինին բոլորին։ Նա էլ իր հաշիվներ ուներ, բայց հասկանում էր, եթե ինքը չանի, իրան են անելու։ Եվ վերջո 53 թվականին տենց էլ արեց, որովհետև արդեն հասել էր հրեա բժիշկներին։ Ինչի համար եմ սա ասում, 64% ես չեմ մեղադրում այդ ռուսաստանցիներին, ես չեմ ասում նրանք կողմ էին այս այլանդակություններին, այլասերվածություններին, որ կատարվում էր Ռուսաստանում, այդ արյունահեղությանը։ Չէ, չգիտեն ուղղակի իրանք։ Ես ընդհանրապես հակված չեմ ժողովուրդներին շատ մեղադրելու, որովհետև ես հասկանում եմ պրոպագանդայի ուժը։ Եվ սրանք ինչ էին անում, այդ լիկայանները, լիկվիդացիոն կայանները սրանք բացել էին, ոչ թե ժողովրդին կրթելու համար, որ պետք է իրանց կիրթ ժողովուրդ, չէ, որ իրանց լոզունգները գոնե կարդային։ Գոնե իրանց պարզ պրիմիտիվ լոզունգները կարդային ու հասկանային։ Սա էր Լենինը, սա էին բոլշևիկները, սա էր դրանց արածը, սա էր դրանց նպատակը։ Ու բոլորի պատահական չէ, որ բոլշևիկները որոշեցին, որ Հայաստանը պետք է ևս մասնատեն։ Այս նույն բոլշևիկները։ Իսկ Կոմիտասն ասում էր, այն ազգը, որ ծնել էին, իմ նման մարդկանց, միշտ էլ կծնի նորերին։ Միշտ կթվա, թե ազգը կործանման եզրին է հայտնվել, բայց կգա մեկը, ով պետք է եւ նա կփրկի իրավիճակը, ասում է Կոմիտասը։ Եվ այսօրվա մեզ այս հոգեկան վիճակի համար սա շատ կարևոր պատգամ է, որովհետև ես տեսնում եմ ու զգում եմ ինչքան հուսահատված մարդ կա, ինչքան հույսը կորցրած մարդ կա, թերահավատ մարդ կա։ Դա համար ավելացնում Կոմիտասը ասում, միշտ կթվա, թե ասա այս գործարման եզրին է, բայց կգա մեկը, ով պետք է եւ նա կփրկի իրավիճակը։ Իսկ ես կասեի ավելացնելու համար եւ կգան նրանք, ովքեր կփրկեն այս իրավիճակը, ժողովրդի ձեռի բռնած։ Որովհետեւ մենք պետք է մեր ֆորմատը մի քիչ վերանայենք։ Մենք այս անձնական կռապաշտության այս կապանքներից պետք է դուրս գանք, հասկանանք, որ նա չի, նրանք են։ Որտեղ նան չկարողացավ մենակ անել, դժվար էր։ Նան դա նժդերն էր, դժվար էր։ Նան դա Կոմիտասն էր, դժվար էր։ Նան դա Անդրանիկն էր, շատ դժվար էր։ Նան դա սպարապետն էր, մենակ էր, շատ դժվար էր։ Նան չէ, դրանք պետք է լինեն։ Դրանք Սարդարապատում կռիվ տվողներն էին։ Նրանք 91 թվականին պատերազմ դուրս եկած պետության կարծիքի վրա թքած ունեցած Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այսպես թքին Լևոն Տեր-Պետրոսյանի լոզունգների վրա գնացին Արցախ։ Այդ նրանք էին։ Իսկ նա Վազգեն Սարգսյանն ասեց, կապ չունի ինչ եք ուզում, ես ինձ եմ ուզում։ Լավ չի նան։ Նան եւ վտանգավոր է եւ բավարար չի։ Վերջում, հաղորդման վերջում, ուզում Կոմիտասով էլ ավարտենք, ես ուզում եմ ձեզ իրար հետ լսենք և զգանք մեր վաղվա պետության շունչը, մեր վաղվա պետության հիմնը, լսենք մեր երեխեքին։
Այսպես պիտի լինի հիմնը։ Որ լսելուց ուսերդ հետ գնա։ Ու լինելու է։ Սա իրականացնելու համար մեզ շատ բան պետք չի։ Ամենաառաջնային է պետք որոշում եւ հավատ։ Հավատ, որ դու դա կարող ես իրականացնել եւ որոշում ամեն գնով իրականացնել համար։ Իսկ հավատալու համար բոլոր հիմքերը կան։ Պատմական փորձը կա, գիտելիքները կա, արժեքավոր մարդիկ կան, ամեն ինչ կա։ Մեզ հիմա պակասում է այդ կամքը որոշում կայացնելու։ Դրա համար Նժդեհին ասում էր, թող մնան նրանք, ովքեր բարիապես դեռ չեն մեռել։ Իսկ եթե բարիապես մարդը չի մեռել, ուրեմն անպայման կհասնի այդ նպատակին, որ ինքը դրել է։ Նպատակ, որ ժամկետ չունի։ Այսինքն չի որ մի շաբաթ չեղավ, մի շաբաթից հետո ինքը արդեն ժամկետ անցա, չէ, այս նպատակը ժամկետ չունի։ Սա պետք է դառնա մեր կյանքի իմաստը, առաջնային խնդիրը։ Ինչքան շատ մարդ դրեց այս խնդիրը առաջնային իր համար, այնքան մենք շուտ դրան կհասնենք։ Իմ համար դա առաջնայինն է։ Հուսով եմ ձեր համար նույնպես։ Այսօր համար այսքանը։